Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության փոխդեսպան Դեյդրե Բրաունը նշել է, որ սա պատմական պահ է։ Կոչ են կանում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը, դա Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու անվտանգության ապահովման լավագույն ճանապարհն է եւ կնպաստի առևտրի զարգացմանը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար, նշել է դիվանագետը։ Նրա խոսքով կողմերը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարը։ Բրաունը հավատացրել է, Լոնդոնը շարունակում է աջակցել միջազգային գործընկերների ջանքերին հասնելու Հարավային Կովկասում խաղաղության։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում։ Երեկ եւս դրանք ուղեկցվել են բախումներով, իրավապահները մահակներ, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։ Հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել, նրանց ընդհանուր թիվը պաշտոնական տվյալով հասնում է 2000-ի։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը, այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։ Թուրքիայի արդարադատության նախարարը կողմնակալ է որակել նման հայտարարությունները։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին ողջամտություն ցուցաբերել։ Էմանուել Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է նաև ԱՄՆ նախագահի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մակրոնը միևնույն ժամանակ շեշտել է, հրադադարը դեռ չի նշանակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում։ Մակրոնի կարծիքով դրանք կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը վերադառնա Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ հրաժարվի օկուպացիայից։ Փարիզում Զելենսկու մասնակցությամբ նաև տեղի է ունեցել եվրոպացի առաջնորդների հանդիպումը։ Գագաթնաժողովին ընդառաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո Մակրոնը հայտնել է, որ բրիտանական եւ ֆրանսիական ռազմական պատվիրակություններ կայցելեն Ուկրաինա երկրի զինված ուժերի ապագա ձևաչափը մշակելու համար։ Նաև առաջարկներ կմշակվեն մշտադիտարկելու հնարավոր հրադադարը։ Չնայած խաղաղության եւ հրադադարի մասին խոսակցություններին Ուկրաինան եւ Ռուսաստանը կրկին հայտարարել են փոխադարձարվածների մասին։ Ռուսական կողմի տվյալով ուկրաինական ուժերը թիրախավորել են Դաշնության էներգետիկ ենթակառուցվածքը։ Ռուսաստանի զինված ուժերն էլ հարվածել են Խարկովին եւ Դնեպրին, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, հայտնի է վիրավորների եւ զոհերի մասին։ Պեկինում հանդիպել են Չինաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները, օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ԵՄ-Չինաստան գործակցությունը։ Վանին Ժան-Նոել Բարոյի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Պեկինը եւ Փարիզն այս տարի ռազմավարական, տնտեսական, ֆինանսական եւ մշակութային հարցերի շուրջ բարձր մակարդակի 3 հանդիպում կանցկացնեն։ Կխորացնենք համակարգումը միջազգային եւ տարածաշրջանային թեժ հարցերի շուրջ, ասել է Վանին։ Ժան-Նոել Բարոն էլ հույս է հայտնել, որ Պեկինը կազդի Ռուսաստանի վրա եւ կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաեւ նշել է, որ Փարիզը դեմ է առևտրային պատերազմի ցանկացած դրսևորման։ Դիանա Գասպարյան, լուրեր։